կարգն է որոշվում ձերբակալում թե ոչ։ Ժողովրդավարություն բարձրացնում զարգացող իշխանությունները տեսնում ենք, երբ որ աջակցում են եկեղեցուն, ապա այդ մարդկանց տանում են քաղաքի, երբ որ աջակցում են բարերարին, այդ մարդկանց սպառնում են աշխատանքից ազատվելու, իսկ երևի իրեն ժողովրդավարությունը մենակ սահմանափակում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների վրա, որը այսպես կոչված, եթե աջակցում ես Նիկոլ Փաշինյանին, ապա միայն այդ դեպքում ես երաշխավորված, որ ապօրինի ձերբակալությունների չես ենթարկվի, ճնշումների չես ենթարկվի և աշխատանքից չես ազատվի։ Սա է իրենց ստեղծած ժողովրդավար Հայաստանը։ Արցախի հրապարակից գովում էր բարերար Սամվել Կարապետյանի և նրանց հարաբերությունները կարծես թե վատ փուլում չէին գտնվում։ Հիմա ինչը պատճառ հանդիսացավ, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին այսօր գցեց, այսպես ասած, դատարանի դռները եւ նաեւ խոսենք, որ Սամվել Կարապետյանը ի պաշտպանություն եկեղեցու էր կանգնել։ Դա է հենց խթան հանդիսացել, որ Նիկոլ Փաշինյանը այդ կերպ դրսևորի իր պահվածքը։ Այդ մարդուն ընդհանրապես որևէ ձև մեկնաբանելը, նույն հրապարակում ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Նույն 21 թվականին հանրությանը ներկայացավ մի ծրագրով, որտեղ Հադրութի Շուշիի դեօկուպացիա է, բայց գնաց եւ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Այդ մարդը ասում է մի բան, անում լրիվ ուրիշ բան։ Նրա միակ շարժառիթը իր սեփական աթոռն է, որին կարճած է առ այսօր եւ ժողովուրդը գերի են օրվա իշխանությանը։ Տերորի ենթարկելով ժողովրդին երկարաձգում է իր իշխանությունը։ Մնացած ցանկացած անձնավորություն, եթե այսօր խոսեց քննադատեց Նիկոլ Փաշինյանին, կարժանանա նույն ճակատագրին։ Արդյոք նա վախենում է, որ Սամվել Կարապետյանը կարող է զավթել իշխանությունը։ Ոչ թե Սամվել Կարապետյանը կարող է զավթել իշխանությունը, այն մեթոդը, որը նա որդեգրել է, լռեցնել բոլոր այն քաղաքական ուժերին, քաղաքացիներին, բարերարներին, այդ թվում արդեն միայն ու միայն միտված են իր ուժի ցուցադրումը վախ մտցնել ժողովրդի մեջ եւ որ հանկարծ մարդիկ իրեն չքննադատեն, իր որոշումներին դեմ չգնան եւ նմանատիպ այլ շարժառիթներով է շարժվում։ Շնորհակալություն։